Լեոնի Նայրի պարային խումբն ազդարարեց Հայաստանը սկսում է Միդեմը։ Շաբաթ առավոտյան կլինի պաշտոնական բացումը, մինչև այդ երեկոյան հյուրասիրություն և հայկական երաժշտություն։ Ծովափի Միդեմի մի քանի 100 մասնակիցների առաջ համերգային ծրագիրը սկսեց Դորյանսը։ Գլխավոր ընդունելությունը նախագահ Սարգսյանի գլխավորությամբ Կարտոն ամենահայտնի հյուրանոցում է։ Կարմիր գորգի փոխարեն մանուշակագույնն է, մուտքին բոլոր այցելուներին ամոռուկներ են տալիս, շենքի լուսավորությունը նույնպես նույն գույներով։ Նախագահ Սարգսյանը ընդունելության սկզբում զրուցում է երաժշտական աշխարհի ամենազդեցիկ ներկայացուցիչների հետ։ Կորնելիա Մաչը Միդեմի գլխավոր ներկայացուցիչն է, դեպ կրում է հայ դիզայներ Վահան Խաչատրյանի հագուստը, որը ծանոթացել է նախորդ տարի։ Կարծում եմ հայկական երաժշտության էլեմենտներն իսկապես հետաքրքիր են եվրոպական և ամերիկյան պրոդյուսերների համար։ Մեզ հետաքրքիր են այն էթնիկ անաղարթությունները, որ այսօր լսում ենք։ Հայկական երեկոյի մասնակցում է ամերիկյան Warner Music ընկերության փոխնախագահ Սեյմուր Մուստեյնը, ով փառատոնին մասնակցում է հիմնադրման օրվանից 1966 թվականից։ Հայկական երաժշտությանը ծանոթ է առաջին ձեռքից։ Նախ, ես Կալիֆորնիայից եմ, հետևաբար ես գիտեմ հայերին, և երկրորդ, դուք հավանաբար լսել եք Դեյվիդ Սևիլի մասին։ 50-ականներին նա ամենահայտնի կատարողներից էր, նրա իսկական ազգանունը Ռոս Բաղդասարյան էր, մաքուր հայ էր Ֆրեզնոյից։ Միդեմը փառատոն է, որտեղ գալիս են բոլորը, ովքեր վաստակում են երաժշտությամբ։ Բրիտանացի Ջոն Սկիները այստեղ է գալիս արդեն 3-րդ անգամ։ Սա անփոխարինելի փառատոն է։ Այստեղ կարող ես կնքել նոր պայմանագրեր, ձեռք բերել գործընկերներ, լիցքավորվել նոր գաղափարներով։ Սկիների և մյուս երաժշտական պրոդյուսերների հետ նախագահ զրուցեց հյուրանոցում, ապա այցելեց Կարտոնի ափի համերգասրահը։ Միդեմում էր նաև Ֆրանսիայի երգչուհի Ռոզի Արմենը հայկական տաղավար այցելելու համար, հետո տեղեկացրել էին փառատոնի շրջանակում առաջիկա օրերին արժանանալու է նախագահի մրցանակին։ Անակնկալի էր եկել և հուզվել։ Շուտ ուրախ եմ, ինչպես ուրախ չեմ գնալ որ պրեզիդանը, հայ պրեզիդանը ինձի այդ ինչպես կսեն մրցանակ պիտի տա, այո անկնկալ էր, չի հավատալ, որ արժանի էի այդ շուտ ուրախ եմ։ Կաննում էր Արսինե Խանջանով, Հանրապետության նախագահի հետ միասին ու կընտրեց ջազային էթնիկ երաժշտություն Միքայել Ոսկանյանի և ընկերների կատարմամբ։ Եվրոպական բոմոնդի և երաժշտական էլիտայի մասնակցությամբ Հայաստանը ներկայացավ Միդեմին։ Առաջիկա 2 օրերին ամենատարբեր երաժշտական հարթակներում հանդես կգա այն լավագույնը, ինչ այսօր կա Հայաստանի երաժշտական պոտենցիալում։ Արտակ Ալեքսանյան, Լեոնիդ Սաֆրասյան, ժամը լրատվական,